Sportcast. Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, անդրադառնում ենք ֆուտբոլին, այս պարագայում Հայաստանի ազգային հավաքականին, իմ հյուրերն են հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը եւ մարզական լրագրող մեկնաբան Արման Աբելյանը, շնորհակալ եմ տղաներ իմ հրավերը ընդունելու համար։ Այսօր անդրադառնում ենք հավաքականին, քանի որ որոշակի ժամանակ արդեն անցել է վերջին խաղից աշխարհի առաջնության որակավորման փուլում, հույզերը, առաջնային հույզերը որոշ չափի արդեն սառել են, մենք կարողանում ենք թե այդ վերջի երկու հանդիպումները Հունգարիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ վերլուծել, թե ընդհանուր որակավորման փուլի այդ խմբային մրցաշարի 6 հանդիպումները եւ կխոսենք նաեւ հավաքականի հերանեկարների մասին հաջորդ տարվա ընթացքում, ինչ կարող ենք մենք ակնկալել հավաքականից։ Կրկնվում եմ, հույզերը արդեն սառել են, մենք կարող ենք բավական հանգիստ խոսել, այսինքն արդեն վերլուծել, փորձել վերլուծել համենայն դեպս, թե ինչ է կատարվում հավաքականի հետ, ինչ հնարավորություններ ունի մեր հավաքականը։ Իհարկե շատ բան այս ժամանակահատվածում Պորտուգալիայից գրած այդ ցավալի պարտությունից հետո շատ բան ասվեց, խոսվեց, նշվում էր, որ մեր հավաքականը այն մակարդակը չունի, ֆուտբոլիստները առանձնապես զիջում են եվրոպական տարբեր երկրների հավաքականների ֆուտբոլիստներին իր որակական հատկանիշներով։ Իհարկե վիճելի այսպես նաև հարցեր այստեղ կան, թե ում մասին է խոսքը, օրինակ Սպերցյանը ինչով է զիջում շատերին։ Մի խոսքով կարելի է դրա մասին երկար վիճել։ Մենք փորձենք հասկանանք, թե ինչ տեսանք որակավորման փուլի վերջին երկու խաղերում Հունգարիայի հետ հավաքականի հետ տնային խաղում մերոնք վատ տեսք չունեին նամանավանդ երկրորդ խաղակեսում Արման։ Համաձայն եմ, նույնիսկ Հունգարիայի մարզիչն ասաց, որ դա այս շրջափուլում իրենց վատագույն խաղակեսն էր, իսկ Պորտուգալիայի դեմ իրենք 4 խաղակես էին անցկացրել մինչև այդ հանդիպումը, բայց առանձնացրեց հենց Հայաստանի հավաքականին։ Ցավոք չհաջողվեց գոնե ոչ ոքի խաղալ, բայց ուրախալի էր, որ փոխարինման մտած ֆուտբոլիստները շատ օգնեցին, նաև առաջնությունից ֆուտբոլիստներ կային, որ նոր-նոր են սկսում հավաքականում խաղալ եւ կարեւոր էր դա։ Բայց առաջին կեսում էլ որոշակի խնդիրներ ունեինք, նորից գոլ բաց թողեցինք։ Այո, Հունգարիան ուժեղ թիմ է, սակայն եւ դրսում եւ ներսում ինձ թվում է Հայաստանի հավաքականը ապացուցեց, որ կարող է պայքար մղել, երկու դեպքում էլ ոչ ոքին մոտ էր մեզ համար, սակայն երկու դեպքում էլ մեր պահերը չօգտագործեցինք։ Արմեն, դուք էլ համաձայն եք Արմանի հետ, Հունգարիայի հետ խաղում մեր հավաքականը կարծես ցույց տվեց այն, ինչը մենք ակնկալում ենք մեր հավաքականից տեսնել, այսինքն գնդակին հնայուն չափ երկար տիրել, երկրորդ խաղակեսի մասին է իհարկե խոսքը, երկար տիրել, նախաձեռնող լինել, փորձել հնայուն չափ շատ գոլային պահեր, չնայած կրկնվում եմ, մերոնք վատ տեսք չունեին երկրորդ խաղակեսում Հունգարիայի հետ խաղում, սակայն գոլային պահերն էին սակավաթիվ։ Այո, համաձայն եմ Արմանի հետ, երկու խաղում էլ մենք կարող էինք դրական արդյունք գրանցել, մեզ համար ոչ ոքին էլ է դրական արդյունք, որովհետև վերջը Հունգարիան ուժեղ հավաքական է Եվրոպայի մակարդակով եւ ոչ միայն Եվրոպայի մակարդակով, բայց այստեղ խնդիրը այն, որ այսպիսի հավաքականների հետ խաղերում մենք չենք կարող ակնկալել շատ գոլային հնարավորություններ, որովհետեւ եթե նայենք դրանց պաշտպանները կամ կիսապաշտպանները ու դարպասապահները ինչպիսի ակումբներում են խաղում, շատ ակնհայտ է դառնում այս համար ու կարևոր է, որ մենք մեր սակավաթիվ գոլային հնարավորությունները կարողանանք գոլի վերածել։ Չստացվեց եւ տրամաբանական էր բնականաբար պարտությունը, որովհետեւ Հունգարիան էլի պահեր ստեղծեց, բացի խփած գոլերից պահեր ունեցավ, բայց չկարողացավ օգտագործել ու նրանք արժանի հաղթանակ տան։ Կարևորը որ մենք չէինք վախենում Հունգարիայից, թե Բուդապեշտում, թե Երևանում, երկու դեպքում էլ նույն Հունգարիան էր, տանը սեփական պատերն էին օգնում եւ միգուցե երկրորդ խաղակեսում, երբ մենք շատ ավելի լավ տեսք ունեինք, նաեւ դա էր նպաստում, իսկ ինչ վերաբերում է դրսի խաղին, այնտեղ եւս մենք երկրորդ խաղակեսում չվախեցանք, մրցակցի հարկի տակ, Հունգարիան գիտեր, որ իրենց հաղթանակը պետք 1-0 շատ երերուն հաշիվ էր եւ կարող էր ամեն պահի փոխվել ամեն ինչ, բայց մենք չվախեցանք, մինչեւ վերջ խաղացինք։ Ես դա շատ եմ կարևորում այս ընտրական փուլում մեր հավաքականի կողմից այդպիսի խաղը դրական ինչ որ բանի մասին է խոսում, որ
մրցակիցը կապ չունի Հունգարիան թե Իռլանդիան, ես չեմ ուզում Պորտուգալիան քննարկել այս բանին, բայց ամեն դեպքում այդպիսի հավաքականներից մենք գոնե հիմա չենք վախենում այլևս։ Չեք ուզում քննարկել Արմեն, բայց ամեն դեպքում պետք է քննարկենք, չվախենալու գործոնը մեծ է, իհարկե ես դες հետ ամբողջովին համաձայն եմ, եւ չվախենալ յուրաքանչյուր մրցակցից, սակայն չվախենալով հանդերձ մենք պետք է մոտավորապես հասկանանք, թե մրցակիցը ինչ ուժ ունի, ինչ ֆուտբոլ է դավանում, ինչպես է խաղում, ինչպես է ստեղծում իր գոլային պահերը եւ մոտենում ենք Պորտուգալիայի հետ խաղին, այսինքն մենք ինչ ենք մինչև խաղը դուք ինչ եք ակնկալում ինչպիսի ֆուտբոլ տեսնել, որ մեր հավաքական ամբողջովին փակվի, փորձի հակագրողների վրա խաղալ, դա ենք ակնկալում տեսնել եւ չտեսանք Արման։ Պորտուգալիայի դեմ ինձ թվում է ուրիշ ձև հնարավոր չէր մեզ համար։ Հունգարիայի դեմ երկու խաղերում էլ լավ էր այն, որ գոլ ընդունելուց հետո թիմը շարունակում էր խաղալ եւ նույնիսկ ավելի լավ էր խաղում, քան մինչև գոլ բաց թողնելը։ Դա հոգեբանական գործոն է, որ մինչև այդ չէր նկատվել։ Պորտուգալիայի դեմ նորից հին իրավիճակին հետ եկանք, երկրորդ հիմնականում երրորդ գոլից հետո հավաքականն այլևս ուղղակի չէր խաղում եւ Պորտուգալիան հեշտությամբ իր գոլերը խփում էր։ Իհարկե նման հաշիվը իմ կարծիքով ոչ մի արդարացում չունի, ոչ մի դեպքում ում դեմ էլ խաղաս ինչ վիճակում էլ լինի 9 գոլ չպիտի ընդունես։ Մի քանի հանգամանքների հանրագումարում է դա տեղի ունենում։ Առաջինը, որ Պորտուգալիան երկու խաղ չէր հաղթել ու իրենց անպայման հաղթանակ էր պետք, շատ բարկացած էին, նույնիսկ ինչ-որտեղ չափից ավելի, որովհետև նույնիսկ 8-րդ գոլը խփելուց հետո իրենք գնդակը վերցնում էին, բերում էին կիսադաշտում էին տեղադրում։ Դա նորմալ բան հիմնականում չէ, մանավանդ այսպիսի խաղամակարդակների տարբերության դեպքում։ Չկար Ռոնալդուն, կարծես բոլորը ուզում էին իրենց ցույց տալ, բոլորը ուզում էին առաջատար լինել։ Հետո գոլերը շատ հեշտ տրվեցին իրենց, նույնիսկ Ժոաո Նևեշն ասում էր, որ առաջին անգամ էր, որ իրենք բոլոր գոլային պահերը գրեթե իրացրին իրենց, մինչև այս նման բան չէր եղել։ Ու գումարած մրցակցի ուժը եւ այլն, մրցավանել 1-2 դրվագում այսպես վիճահարույց որոշում կայացրեց Պորտուգալիայի օգտին։ Իհարկե դա չէր խաղի ելքը որոշել, բայց ցավալի էր, նույն առաջին գոլը խաղից դուրս վիճակ կար, Նևեշի Տուգանայինը այնտեղ ձեռքով խաղ չէր եղել մեր ֆուտբոլիստի կողմից։ Ու այսպիսի հանրագումարում նույն այդ վախը իրոք կար, ցավալիորեն թիմը չհավատաց ինձ թվում է, որ կարող է պայքարել Պորտուգալիայի դեմ։ Արմեն, դուք նշեցիք, որ չեք ցանկանում խոսել Պորտուգալիայի, բայց ամեն դեպքում այդ գործոնը շատ կարևոր է։ Արմանը նշեց, որ 8-րդ գոլից հետո էլ, այսինքն արդեն հաշիվը գեր մեծ էր արդեն, բայց պորտուգալացիք փորձում են ավելի, նման 9-րդ գոլը վերջին րոպեին եղավ, նույնիսկ ավելացված ժամանակի։ Տպավորություն էր, եթե եւս մի 5 րոպե էլ ավելացված լիներ, պորտուգալացի կփորձեին նույնիսկ առաջի տասնյակը գերազանցել։ Սա նորմալ մոտեցում է, հա լավ հասկացանք դուք նախորդ երկու հանդիպումներում կարծես այսպես ասեմ, քանի որ Պորտուգալիան ֆավորիտ է միշտ ամենուր, տապալվել եք, այսպես ասեմ, բայց այսպես կոպիտ ասենք, այսպիսի ֆուտբոլը նորմալ է։ Մենք դա տասնամյակներ շարունակ այդպիսի մոտեցում տեսել ենք Գերմանիայի հավաքականից, որ կապ չունի մրցակիցը ով է, եթե խաղը ստացվում է մինչև վերջի վայրկյանը մենք պիտի մեր խաղը խաղանք։ Այդպես է գործում նաև գերմանական ակումբային ֆուտբոլի առաջատար Մյունխենի Բավարիան որպես կանոն։ Բայց այլ թիմերում նամանավանդ հարավ եվրոպական հավաքականներում այդպիսի ֆուտբոլ չենք տեսել, երբ որ թիմը հաղթում է 4-0, արդեն էներգիա չի ծախսում այդ խաղի վրա։ Իրականում բարդ է գնահատական տալ նորմալ է թե ոչ, իրենք են որոշում, եթե ունեն այդ հնարավորությունը ինչու չօգտագործել։ Ու այո կար այդ պատկերը, որ նրանք անընդհատ ուզում են ավելացնել իրենց գոլերի քանակը, հիմնականում դա լինում է այն դեպքում, երբ վերջին տուրն է լինում, ֆուտբոլիստներից մեկը պետք է դառնա լավագույն ռմբարկու եւ անընդհատ խաղում են, որպեսզի այդ ֆուտբոլիստը գոլեր խփի, բայց այստեղ լրիվ հակառակներ բոլորն էին ցանկանում գոլ խփել, ով փոխարինման էր դուրս գալիս կամ ով մեկնարկային կազմում էր, նա գոլ խփելու, հետո դուբլի եղինակ դառնալու, հետո հետրիկ ձևակերպելու նպատակ ուներ ու այդ ֆուտբոլային չարությունը նրանց աչքերում էլ երևում էր եւ կարծում եմ ինչ որտեղ նրանք ուզում էին 4 հաշվով հաղթել եւ երբ մենք հավասարեցրինք հաշիվը
հաջողությունը դա էլ ավելի նպաստեց, որ նրանք շատ ավելի մեծ ուժերով գնան առաջ ու մինչև վերջին վայրկյանը խաղան։ Ես երբ քիչ առաջ ասացի վախենալ մրցակցից, ես նկատի չունեի, որ խաղից առաջ չեն վախենում։ Այո, դա նորմալ է, որ չպետք է այդպես պետք է լինի, խաղից առաջ չպետք է վախենալ, բայց երբ մենք բաց թողեցինք երկրորդ եւ երրորդ գոլերը, մեր ֆուտբոլիստները կարծես սկսեցին վախենալ խոշոր հաշվով պարտությունից։ Նրանք փորձեցին արդեն հնարավորինս զգույշ խաղալ եւ արչեվի գծում ինչ որ բան ստեղծելու կամ ստեղծագործ ֆուտբոլի մասին այլևս սկսեցին չմտածել ու հնարավորինս խուսափել վատ արդյունքից։ Բայց դա չստացվեց եւ կարող ենք համեմատական անցկացնել նախորդ տարվա Նոա Չելսի խաղի հետ, երբ այնտեղ եւս մենք 8 գնդակի տարբերությամբ պարտվեցինք, մենք փորձեցինք այնտեղ գնդակով խաղալ մեկնարկային րոպեներին, բոլային պայր նույնիսկ ունեցանք, բայց Չելսին իր բարձր կարգի հաշվին 8 գոլ խփեց եւ այդտեղ եւս կարող ենք ասել ինչու 8 գոլ խփեց, կարող էր հաղթել 4-0 հաշվով, 3-0 հաշվով։ Արմեն, այնտեղ հիմնական գործոնը իմ կարծիքով այն էր, որ Չելսին հիմնական կազմով չէր խաղում։ Հիմնական կազմից 1-2 ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեսը եւս 1-2 անուն էլ կարող ենք հիշել այդ խաղից։ Այն ճիշտ եք ասում, այն ֆուտբոլիստները, որոնք որ խաղադաշտում էին մեր Նոայի դեմ, իրենք ապացուցելու բան ունեն իրենց մարշչին, որ իրենք հնարավորություն պետք է ստանան հիմնական կազմ մտնելու, այստեղ Պորտուգալիայի հավաքականի պարագայում մի քիչ այդ չէր։ Իհարկե մենք հավանաբար Ռոնալդուն այնտեղ այդ խաղը դիտելիս, ասում եմ ես խաղադաշտում չեմ, իմ ռեկորդային գոլերի քանակը ավելացնելու համար հիանալի հնարավորություն էր, բայց ես շատ անգամ Պորտուգալիայի հավաքականի մասին խոսելիս ասում եմ, գիտեք, Ռոնալդուն հիմա այնպիսին է, ճիշտ է ինքը իր բարձր կարգը փորձում է հնարավորին չափ պահել, բայց Պորտուգալիայի խաղերը դիտելիս տպավորություն է, որ Ռոնալդուն շատ անգամ խանգարում է այդ թիմին։ Ես շատ եմ այդ կարծիքը լսում եւ նաեւ Պորտուգալիայի հավաքականի պորտուգալացի երկրպագուներն են այդպես նշում, բայց այսպիսի մակարդակում գտնվող Ռոնալդուն չեմ կարծում, որ կարող է խանգարել Պորտուգալիայի հավաքականին, նա միանշանակ պետք է Պորտուգալիայի հավաքականին, այլ բան է, որ նրան կարելի է այլ ձև օգտագործել, բայց այն, որ նա պետք է լինի Պորտուգալիայի հավաքականի ճամբարում, դա փաստ է եւ եթե հիշենք 5-6 տարի առաջ բոլորը խնդրում, երազում կամ աղոթում էին, որ Ռոնալդուն գնար Պորտուգալիայի հավաքական, եթե ինչ-որ խաղ բաց էր թողնում, դա համազգային ողբ էր դառնում։ Այդ ինչպես ստացվեց, որ մի քանի տարի հետո նրանք սկսեցին հրաժարվել Ռոնալդուից, դա կարծում եմ առնվազն արդար չէ, եթե Ռոնալդուն չխաղար ֆուտբոլ, դե ուղիղ իմաստով չեմ ասում, այո, պետք չէր նրան կանչել հավաքական, բայց նա շարունակում է պայքարել, շարունակում է մարզվել, կռվել ամեն գոլի համար, ինչեւ վերջին վայրկյանը եւ վերջին տուրում Սաուդյան Արաբիայի նրա խփած գոլն էլ դրա բառապացույցն է, որ նրա համար կապ չունի, որ րոպեն է, թիմը խաղը հաղթել է թե ոչ, նա ուզում է գոլ խփել եւ խփում է, այն էլ ինչպիսի գոլ էր։ Ռոնալդուն պետք է այնպես ինչպես Ֆերնանդո Սանտուշը օգտագործեց 2022-ի աշխարհի արարության ժամանակ, միգուցե այդպես, բայց ամեն դեպքում կարծում եմ նրանից հրաժարվել դեռ պետք չէ։ Այստեղ Սուլիչի ձայն լսեցինք եւ մենք վերադառնում ենք մեր հավաքականին։ Մենք ինչ տեսանք, Արման, մեր հավաքականը դե գիտենք, որ տարբեր խաղային օղակներում թերություններ կան, ֆուտբոլիստները ներգրավող ֆուտբոլիստները հավաքականում շատ են քննադատություն լսում, նաև մամուլից, որ գիտեք, այդ որակները չունեք եւ այլն, բայց ֆուտբոլիստները այնպիսին են, ինչպիսին կան եւ երևում է, որ այդ տղաները տալիս են իր վերջին բոլոր ուժերը հավաքականի կազմում Երևալու։ Դա այդտեղ երկու գործ են, դուք լավ գիտեք դրա մասին։ Նախ մեկը, որ իրենց հայրենիքի համար են խաղում, մեկ, եւ երկրորդը բազմաթիվ անգամ շատ տասնյակ տարիներ նշվել է, որ հավաքականները որպես կանոն sense մեծ տոնավաճառ են, այսինքն հավաքականի կազմում լավ խաղ ցուցադրելը նամանտ խոշոր մրցաշարերում, դա քեզ համար որոշ չափի հնարավորություններ է տալիս ակումբային գրանցումը փոխելու, լավ ակումբ հրավիրվելու։ Մեր ֆուտբոլիստները այդ երկու գործոնները հաշվի առնելով իրենց բոլոր ուժերը կրկնվում եմ տալիս են խաղադաշտում։ Սակայն երևում է, որ որոշակի խաղային օղակներում որոշակի թերություններ կան, կարծես խաղացված չեն մեր ֆուտբոլիստները, չեմ ասում պաշտպանական գծի հիմնական թերությունների մասին։ Պաշտպանական գծի խաղը ես լավ կգնահատեմ, իհարկե Պորտուգալիայի խաղերը Չէ, այդ խաղը մի կողմ դնենք արդեն։ Որտեղ մինչև այդ
ընդհանուր պահերն էին քչացել մեր դարպասի մոտ ու Հունգարիայի Իռլանդիայի դեմ երկու խաղերն էլ առաջվա համեմատ շատ ավելի լավ էին պաշտպանվում, բայց այո, տարբեր խաղային գոտիներում մենք խնդիրներ ունենք եւ Մելիքյանը որոշ խաղերում նույնիսկ փորձարկումներ էր կատարում, քանի որ ընկերական խաղ չի ունեցել, միանգամից սկսել է պաշտոնականով, նույն Պորտուգալիայի դեմ դրսի խաղը հենակետային կիսապաշտպանների զույգը Աղասարյանի առաջին խաղն էր հիմնական կազմում, Կարեն Մուրադյանն էլ 4 տարի մոտավորապես հիմնական կազում չէր եղել, խաղաց Հունգարիայի դեմ, հետո Պորտուգալիայի դեմ։ Միասին ու պետք է պայքարեին աշխարհի հավաքականի դեմ Բեռնարդո Սիլվա, Բրունո Ֆերնանդեզ, Վիտինյա, Ժոան Նևեշ, նույնիսկ մեր ֆուտբոլիստներից մի քանի անգամ ուժեղ կիսապաշտպանները կարող էին խնդիրներ ունենալ, բայց ամեն դեպքում ինչքան էլ նշենք գործոնները չպիտի մեզ համար նման հաշվով պարտվելը սովորական դառնա կամ առհասարակ զիջելը թեկուզ Հունգարիային պիտի փորձել, եթե շանս կա մի ձև այդ ոչ ոքին տանել, որովհետև այդ պարտվողի հոգեբանությունը արդեն շատ է զարգացել, ավելի ցածր տարիքային հավաքականների դեպքում, նույնիսկ ինչ որ ձև խաղը երբ ստացվում է, միևնույն է մենք չենք կարողանում գոնե միավոր վերցնել։ Բարդույթներ կան Արման։ Այո, որովհետև եթե անընդհատ պարտվում ես, դու արդեն չես կարող քո ուժերին շատ վստահ լինել, ինչ որ բան պակասում է, ինչքան էլ ասես առաջին կեսները լավ, երկրորդ կեսները լավ, այսիշները լավ, բայց վերջնական արդյունքը ամեն դեպքում կարևոր է։ Դա նաև մեծ ոգևորություն է առաջացնում, հիշում ենք օրինակ Իռլանդիային այստեղ հաղթանակը, ինչպիսի ոգևորություն առաջացրեց բոլորի շրջանում։ Դրա համար այդ ամենի հետ մեկտեղ նաև պիտի գոնե ժամանակ առ ժամանակ լինեն դրական արդյունքներ։ Արմեն, հա, դուք համաձայն եք, տեսեք, դուք նաև պատասխանեք հարցին, թե շատ է խոսվում, քննարկվում ֆուտբոլասերների շրջանում, ճիշտ է արդյոք Հայաստանի ներսի ակումբների ֆուտբոլիստների ներգրավվածությունը մեծ քանակությամբ, մեծ թվով հավաքականում, այսինքն հիմնական կազմում գերակշռությունը լինի հայաստանյան ակումբների ֆուտբոլիստների, թե ոչ, լեգիոնականները գալիս են ի վերջո այնտեղ նաև խաղային օղակներում, այսինքն վերադասավորվելու, միմյանց հասկանալու խաղադաշտում հարցերն են ծագում։ Ինձ համար անկեղծ ասած տարբերություն չկա, մեկնարկային կազմում խաղում է Հայաստանի առաջնության ֆուտբոլիստ, թե դրսում ֆուտբոլային կրթություն ստացած հայ ֆուտբոլիստ, կարևորը հայ ֆուտբոլիստ լինելն է ինձ համար, ամենայն հարգանքով Գոչուկվուի նկատմամբ, բայց ամեն դեպքում մենք պետք է փորձենք մեր ֆուտբոլիստներով խաղալ։ Այո, պետք է լինեն դրսից ֆուտբոլիստներ, որոնք միգուցե երբեք Հայաստանում չեն եղել, բայց նրանք ովքեր իրենց հայ են համարում եւ ուզում են խաղալ Հայաստանի հավաքանում, ոչ թե երբ իրենց պետք է։ Ես հիշում եմ հունիսյան խաղերը, երբ Նաիր Տիկնիզյանը խնդիրներ ուներ Լոկոմոտիվում եւ չէր խաղում, նա երազում էր Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում խաղալու մասին, որովհետև իրեն խաղային պրակտիկա էր պետք, նա անհատական մարզումներ էր անցկացնում եւ եթե հիշենք մենք այդ խաղերը, Տիկնիզյանը մեղմ ասած չտպավորեց, որովհետև զգացվում էր, որ նա բավական երկար ժամանակ չի խաղացել, ֆունկցիոնալ պատրաստվածությունը լավ վիճակում չէ, բայց վերջերս այդ խոսակցությունները, որ Տիկնիզյանը կարող է չգալ եւ այլն, դե առանց ծուխի կրակ չի լինում եւ այս իրավիճակում պետք է հիշել այդ խաղերը եւ ասել այդ դեպքում երբ քեզ պետք էր ուզում էիր գալ, երբ հիմա արդեն կարծես թե կարգավորվել է կամ Պորտուից կամ չգիտեմ այլ թիմից հետաքրքրվածություն կա, կարելի է մոռանալ Հայաստանի հավաքանի մասին։ Պետք է նաեւ մոռանալ այդպիսի ֆուտբոլիստների մասին։ Ես չեմ ասում այդպես է հաստատ եղել, որովհետեւ ի վերջո այդ տնջուկը մինչեւ վերջ չբացվեց։ Այն ֆուտբոլիստները, որոնք գալիս են Հայաստանի հավաքական, միշտ պետք է գան եւ միշտ պետք է ուզենալով գան ու նվիրված խաղան հավաքականում, կապ չունի նա դրսի հայ թե ներքին առաջնության։ Ես համաձայն եմ, այդ տարանջատումը չեմ հասկանում, ով պատրաստ է, ով ուժեղ է, ով ուզում է խաղալ հավաքականի համար, ով գալիս է առանց նախապայմանների, նա պիտի գա ու խաղա։ Հիմա մնացած հարցերն արդեն երկրորդական են։ Իհարկե կա այստեղ նաև թիմի մթնոլորտի հարցը, դա արդեն ֆեդերացիայի դաշտում է, մարզչի դաշտում է, գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ են եղել վերջին ժամանակներս, ամեն դեպքում Մելիքյանն ասում է, որ 90%-ով այդ հարցը լուծել է, դա ինքն է ասում եւ հետո եթե էլի խնդիր լինի, արդեն իրենից կարող եք պահանջել, թե ինչ-որ նոր խնդիրներ առաջացան, մնացածը այո, արդեն խաղամակարդակի հարց է։ Տեսեք, հիմա
առաջնության ֆուտբոլիստներով, նաև այլ ֆուտբոլիստներով մենք Իռլանդիային հաղթել ենք ու դրսում էլ վատ չենք խաղացել։ Իռլանդիայում բոլորը խաղում են Անգլիայի Պրեմիեր լիգայում, օրինակ համեմատությունը հասկանանք, բայց առաջնային ֆուտբոլիստներ չեն եւ այն իրենց ակումբներում։ Ամեն դեպքում, հիմա օրինակ Championship-ում խաղալն էլ արդեն մեծ մակարդակ է։ Օրինակ Հենրի Ավագյանը խաղում է Հայաստանի առաջնությունում։ Մրցունակ ֆուտբոլիստ է, չէ, հավաքականի համար։ Էրիկ Փիլոյանը մրցունակ է։ Երկար տարիներ Սարգիս Ադամյանը խաղում էր Հայաստանի հավաքականում։ Խաղում էր Գերմանիայի Բունդեսլիգայում, բայց ոչ ոք գոհ չէր իր խաղից։ Հիմա համեմատությունը ուզում ասեմ, դա այդքան կարևոր է, բոլորը լավ կլինի, որ ուժեղ թիմերում խաղան, բայց հավաքականի դեպքում դա ոչ միշտ է էական։ Օրինակ Վրաստանի հետ Ռանոսը, այսպես ասած, գրանցում ռեգիոնալ լիգայում է խաղում, 4 Բունդեսլիգայում է խաղում։ Մեկ տարի մեկ ներկային կազմում չէր խաղացել ոչ մի թիմի եւ եկավ Հայաստանի հավաքականի մեկ ներկային կազմում խաղաց ու գոլ խփեց։ Այո, բայց դա նաև չի նշանակում, որ օրինակ առաջնությունում լավ խաղացող համատաբար երիտասարդ ֆուտբոլիստ կա, չպիտի ասենք, որ գնա ուժերը փորձի դրսում։ Դա կարևոր է, որ հավաքականում լավ խաղանն էլ կօգնի, գնա փորձի ամրապնդվել, դժվարությունների միջով անցնի, ոչ թե բավարարվի միայն Հայաստանում լավ խաղալով, դա ուրիշ հարց է։ Այնպես չի որ ասում ենք, որ այստեղով բավարարվեն ու ոչ միտեղ չգնան։ Այդ խնդիրն էլ մենք ունենք, որ եթե ֆուտբոլիստը ամրապնդվում է հայկական ուժեղ թիմի մեկնարկային կազմում եւ իրեն բավականին հարմար է զգում, լավ աշխատավարձ կա, այո, լավ աշխատավարձ է ստանում եւ կարող է շատ շռայլություններ իրեն թույլ տալ, նա սկսում է արդեն մտածել լավ, կարող է մնամ այստեղ, մի տարի էլ սպասեմ, մի տարի էլ լավ հանդես գամ, հետո կարող է աշխատավարձս բարձրացնեն ու էլի չգնա ինքը, այսինքն այդ դուրս չգնալու մտածելակերպը ավելի է ամրապնդվում եւ դա խանգարում է ֆուտբոլիստին։ Ես կարծում եմ, որ հայ ֆուտբոլիստը, որը թեկուզ մի փոքր շանս է ստանում ավելի բարձրակարգ թիմ գնալու, ոչ թե Հայաստանից օրինակ, չգիտեմ, Լատվիայի առաջնություն, եթե շանս է ստանում, նա պետք է օգտագործի։ Նույնիսկ եթե ձախողվի, նույնիսկ եթե վստահ է, որ այնտեղ շատ ծանր մրցակցություն է լինելու, պետք է փորձի ամեն դեպքում երիտասարդ տարիքում մասնավորապես, որովհետեւ հետո շատ ավելի 24-25-26 տարեկանում այդ շանսը կարող է չստանալ։ Հնչած սուլիչից հետո ես մեր ունկնդիրներին հիշեցնեմ մեր քննարկման մեկնարկային կազմը։ Ես զրուցում եմ հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի եւ մարզական լրագրող մեկնաբան Արման Աբելյանի հետ։ Տղաներ, անդրադառնանք նաև գլխավոր մարզչին հավաքականի եւ ընդհանուր մարզչական կազմին, ինչ փոխեց Եղիշե Մելիքյանը, ինչ մենք տեսանք այս 6 խաղի ընթացքում, դուք արդեն որոշ մանրամասնություններով պատասխանեցիք, նշելով, որ ենթադրենք որոշ խաղերի երկրորդ խաղակեսերը ավելի լավն էին, քան թե առաջին խաղակեսերը, այստեղ ակնհայտ երևում է մարզչական ձեռագիր, այսինքն մարզիչը ինչպես է աշխատել իր ֆուտբոլիստերի հետ ընդմիջման ընթացքում, գուցե տակտիկական որոշակի սխեմաներ է փոխել, որպեսզի ավելի լավ թիմ դուրս գա երկրորդ խաղակեսին։ Եղիշե Մելիքյանը բավական էմոցիոնալ մարզիչ է, չէ՞։ Մենք ակնհայտ բոլոր խաղերի ընթացքում տեսնում ենք, որ ինքը այդ եզրային գծից այն կողմ գրեթե չի գնում իր մնացած շտաբի մոտ։ Էմոցիոնալ, հուզական արձագանքում է գրեթե յուրաքանչյուր դրվագի եւ նույնիսկ արտագնախաղերում այդպես օպերատորների, տեսախցիկների այսպես խոշոր կադրում է Եղիշե Մելիքյանը։ Նույնիսկ դեղին կարճ ստացա։ Նույնիսկ հա իր հուզականության իր արձագանքների հետևանքով։ Հիմա մենք ինչ ենք տեսնում Արման Եղիշե Մելիքյանի, ինչպես կարող ենք մոտավորը, եթե կարճ այսպես վերլուծենք, դուք որպես մարզական մեկնաբան ինչ եք տեսնում։ Նախ ինձ թվում է ինքը ավելի շուտ պիտի գլխավորեր հավաքականը, դեռ մի 2 տարի առաջ շատ ուշացվեց։ Դրա մասին շատ էր խոսվում, որ Եղիշե Մելիքյանը արդեն այն մարդն է, որ պետք է հավաքական։ Ես ներողություն եմ խնդրում, այս հատվածում մի փոքր լրացում անեմ, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հարցազրույց էր տվել վերջերս եւ ասաց, որ նրանք վաղուց էին դիտարկում Եղիշե Մելիքյանին, բայց քանի որ Եղիշե Մելիքյանի Փյունիկը գնում էր չեմպիոնության եւ եվրագավաթային խաղեր էր ունենալու, դրա համար նրանք չդիտարկեցին, բայց կարծում եմ բոլորի համար էլ բարձր թե ինչ էր այն ժամանակ խնդիրը, ինչու չէր հավելեցին Մելիքյանին։ Ֆեդերացիան ամեն ինչի համար իր բարձաբանումն ունի, բայց ցավոք սրտի ոչինչ չի փոխվում մեր ֆուտբոլում, ինչևէ Մելիքյանի դեպքում ես դրական դինամիկա տեսնում էի, էլի քանի որ վերջին հանգրվանը Պորտուգալիան է, տպավորությունները մի փոքր խառնվել են իրար։
Մոռանում ենք դա։ Մոռանում ենք։ Մոռանում Պորտուգալիան լավ համարենք, որ շատ ուժեղ է մեզնից։ Կարգով մեզ մոտ, բայց ավելի ուժեղ նաև Իռլանդիան իհարկե կարելի է քննարկել որն է։ 4 խաղերն էլ ես ընդհանուր առմամբ դրական գնահատում եմ։ Իռլանդիայի այստեղի խաղը շատ լավ հաղթանակ էր, դրսի խաղը մենք մի քիչ ավելի լավ էինք խաղում կարծիքով, դե կարմիր քարտը բոլորս հիշում ենք Բարսեղանի ամեն ինչ խառնեց իրար։ Եվ Հունգարիայի խաղերից էլ խոսեցինք, ընդհանուր կառանձնացնեմ պաշտպանական գծի հատկապես խաղի բարելավումը, մանավանդ որ բոլոր կենտրոնական պաշտպանները համեմատաբար երիտասարդ տարիք են, չնայած արդեն զգալի փորձ ունեն, բայց չկա օրինակ Հարոյանի կամ Կարեզիրի պես փորձառու կենտրոնական պաշտպան, դա նկատի ունեի։ Ինչու եմ սա առանձնացնում, որովհետև եթե հիշենք ավելի վաղ կայացած խաղերը, շատ էինք պահեր բաց թողնում ու նաև գոլեր ընդունում։ Ու Կոսովոն, Վրաստանի 2 խաղերը շատ վատ վիճակ էր։ Այդ տեսանկյունից առաջընթաց եղավ։ Ու նաև ինձ համար կարևոր էր այն, որ էլի գոլ ընդունելով կամ 2 գոլ ընդունելով թիմը շարունակում էր խաղալ, պայքարել մինչև վերջին վայրկյանը։ Ես այդ զգացողությունը վաղուց չէի ունեցել։ Միշտ երբ հավաքականի խաղի 80-րդ րոպեներ օրինակ, խաղը ելքը վճռված էր, երկար ժամանակ այդպես էր, բայց հիմա մինչև վերջ սպասում ենք, որ մի բան կարող է լինել, օրինակ Հունգարիայի դեմ վերջին այդ պահը կամ դրսի խաղը մինչև վերջ 1 գոլի տարբերությամբ էինք պարտվում։ Այդ զգացողությունը կարևոր էր, որը էլի Պորտուգալիայի խաղը այդպես փչացրեց։ Արմեն, դուք էլ Եղիշե Մելիքյանի որպես հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքին անդրադարձեք, նաև նշեք, թե Եղիշե Մելիքյանը, դուք նշեցիք, որ Եղիշե Մելիքյանին վաղուց էին հավաքականում սպասում, բայց ինչ հանգամանքներով, ձեր նշած հանգամանքներից ելնելով, նա չէր հրավիրվում հավաքական։ Եղիշե Մելիքյանը իսկապես շատ բան է փոխել գուցեև հավաքականում, դուք էլ Արմեն բազմիցս հավաքականի հետ նաև արտագնա խաղերին մեկնելիս, որպես լրագրողական կազմի մարդ փորձագետ աշխատող, նաև նշեք, թե ինչ է Եղիշե Մելիքյանը ձեր կարծիքով, Արմանը արդեն դրա մասին ասեց, ինչ է փոխել նաև հանդերձարանում։ Կարծում եմ փոխել է այն, որ որոշում կայացնող ինքն է միայն, եւ դա համենայն դեպս նաեւ իր խոսքից ենք հասկանում, ոչ միայն հավաքականի ցուցադրած խաղից, այո, դա կարելի է հասկանալ իրականում։ Նախկինում կարծում եմ միայն մարզչինը չէր հանդերձանում խոսքը, եւ դա ինչ որտեղ կարող էր խանգարել։ Եղիշե Մելիքյանը ունի հեղինակություն ֆուտբոլիստների մոտ, ամենայն դեպս այդպիսին է պատկերը առաջնային, եւ այն, որ մենք ունենք մարտավարություն, դա էլ է շատ ակնհայտ, որովհետև օրինակ Իռլանդիայի հետ դրսի խաղ վերցնենք, մենք առաջին խաղակեսում ճիշտ է շատ պահեր չէինք ստեղծում, բայց մենք շատ համբերատար սպասում էինք, երկրորդ խաղակեսում Լուկասին մտցրեց խաղադաշտ Մելիքյանը եւ փորձեց դրա հաշվին արդեն զգաց, որ մրցակիցը ամենահզորը չէ եւ կարելի է փորձել հաղթել, այսինքն ես ինչի մասն եմ խոսում, որ միտք կար խաղում ու ըստ մրցակցի էր պատրաստվում Եղիշե Մելիքյանը, ոչ թե բոլոր հանդիպումներում նույն ձևով էր հանդես գալիս։ Դա շատ կարևոր է, նախկինում չկար նման պատկեր, ինչը շատ ուրախացնող էր։ Կարծում եմ հանդերձարանում հնարավոր է լինեին խնդիրներ, եթե օրինակ Վարազդատ Հարոյանը լիներ հավաքականում, որովհետև ինքը նշել էր, որ չի ուզում աշխատել Եղիշե Մելիքյանի հետ, այստեղ ինձ համար կարևոր էր, որ Մելիքյանը փորձեր լեզու գտնել Հարոյանի հետ, եթե իհարկե նրան տեսնում էր հավաքականի կազմում, միգուցե չէր տեսնում, որովհետև Փյունիկում անցկացրած 1 տարվանից հետո կարծես նրանք բաժանվեցին այնպես, որ Հարոյանը այս Փյունիկին օգնել չի կարող։ Չնայած ես կարծում եմ այս հավաքականին Հարոյանի նման ֆուտբոլիստ եւ հենց նույն Վարազդատ Հարոյանը կարող էր շատ օգնել եւ խոսքը միայն խաղադաշտում գործողությունների մասին չէ։ Այդ տեսանկյունից ինձ մոտ հարցեր կային եւ ճիշտ է Վարազդատ Հարոյանը իր նախկին խաղամակարդակից մի փոքր հեռու է, որովհետեւ արդեն ամեն դեպքում շատ երիտասարդ չէ կամ երիտասարդ չէ ընդհանրապես, բայց նրանպես ֆուտբոլիստը պետք է եւ հանդերձանում նրա արկայությունը կարող էր օգնել։ Իսկ թե ինչ է փոխել, կարծում եմ խոսքը նրանն է վերջնական եւ դա շատ կարեւոր է, որ հանդերձանում մեկ մարդ ասի եւ դա լինի գլխավոր մարզիչը։ Եթե կարելի է բան ավելացնեմ,
կարող ենք ֆիքսել, որ ավակի հարցում սխալվել էր, հենց սկզբից էլ պիտի Սպերցյանը լիներ իմ կարծիքով։ Երկրորդը, որ Մելիքյանը կարևոր միտք հնչեցրեց, որ պիտի նրան հասնի, որ հավաքականում անփոխարինելիներ չլինեն։ Դա ինձ թվում է նրա համար ասած, որ ինչ որ ֆուտբոլիստ, այսպես ասած, ձև էր տա չի ուզում գա հավաքական, վնասվածք ունի թե ինչ, ասենք չես ուզում մի արի, ուրիշ խաղացող ունենք։ Ինձ թվում է դրա համար ասած։ Եվ երրորդը շատ եմ դա հնչեցրել, որ հավաքականի մարզչի համար կարևոր է մեծ ձախողում չունենալը զուտ։ Տարբեր արդյունքներ քեզ կարող են ներվել, եթե մանավանդ խաղը քիչ թե շատ լավ է։ Հունգարիա 0-1, Իռլանդիա 0-0 օրինակ, բայց դու օրինակ Ջիբրալթարին չպիտի պարտվես եւ 9-1 չպիտի պարտվես։ Ինչու են հիմա բոլորը Պետրակովին հիշել, որովհետեւ Պետրակովը նման ձախողում չի ունեցել։ Այդպիսի հաշիվ կամ այդպիսի մրցակցի հետ պարտություն։ Սա շատ կարևոր է մեր կարգի հավաքականի դեպքում։ Եվ դրան զուգահեռ մենք խաղովել չէինք զիջում մեր մրցակիցներին, ճիշտ է, այն ժամանակ ամենաբարդ մրցակիցը Խորվաթիան էր կամ Թուրքիան, վիճելի է, կարծում եմ։ Խորվաթիան։ Ինչ որ չափով այո, Խորվաթիան, բայց մենք շատ վատ հանդես չեկանք Խորվաթիայի հետ։ Ճիշտ է, Պորտուգալիան եւ Խորվաթիան համեմատելի չեն գոնե այս բան, չնայած կարող են շատ հանգիստ ոչ ոքի խաղալ կամ կարող է Խորվաթիան հաղթել, բայց մենք նման ձախողում չունեցանք։ Եվ վերջին րոպեներն են, վերջին հարցը, ինչ հեռանկարներ ենք մենք տեսնում, դուք ոնց որ ամփոփում ենք մեր ընդհանուր քննարկումը, դուք իմ կարծես չհնչեցված հարցերից մեկին որոշ չափի պատասխանեցիք, մեր հավաքականը եւ մեր ակումբները նախկինում աչքի են ընկնում մինչեւ վերջ ֆիզիկական պատրաստվածությամբ այդ ուժը չէր հերիքում, այսպես կարճ ասեմ։ Հիմա Արման դուք էլ նշեցիք, որ մեր հավաքականը մինչև վերջին րոպեն խաղում է եւ ինչ որ մի պահի մենք սպասում ենք նույն վերջին րոպեներին, որ կարող է խաղը ամբողջովին շրջվել, մերոնք գոլ խփել եւ այլն։ Մինչեւ վերջի պահը սպասում ենք։ Իսկ նախկինում կրկնվում եմ, եւ 10 տարի առաջ, եթե ոչ ավելի շուտ, այն որ 70-րդ րոպեից տեսնում էի, որ հավաքականը արդեն ֆուտբոլիստները դժվար են տեղաշարժվում խաղադաշտում։ Եվ շատ էին գնդակ բաստանում վերջին րոպեները։ Ահա, այդ մի գործոնը կարծես թե քիչ-քիչ հաղթահարվում է այդ մի խնդիրը։ Մենք ինչ հեռանկար ենք տեսնում։ Նախ Եղիշե Մելիքյանի, եթե մասին խոսելը շարունակենք, Եղիշե Մելիքյանը արդեն որոշակի նախապատրաստական ժամանակահատված կունենա արդեն հաջորդ գարնանը կայանալիք խաղերին, թե նաև ազգերի լիգային։ Արդեն ժամանակ կունենա այսպես միանգամից հայդա կներեք այդ խոսքի համար չի մտնի որակավորման փուլ աշխարհի առաջնության եւ չի ժառանգի ինչ որ խնդիրներով հավաքական իր նախկորդ մարզչից։ Ինչ հեռանկարներ կան։ Նախ ընկերական խաղեր կլինեն եւ արդեն հայտնի է, որ երիտասարդականից էլի մի շարք ֆուտբոլիստներ կհրավիրվեն, իր ուզած փորձարկումները կանի եւ արդեն նոր տարին այն ժամանակն է, որ Մելիքյանի ասած հենց ժամանակահատվածն է, որ ակնկալենք ինչ որ արդյունքներ։ Ազգերի լիգան է մեր կարգի հավաքականի համար շատ լավ առիթ է ազգերի լիգան, այնտեղ արդեն Պորտուգալիայի պես հավաքական չկա այդ կարգի եւ կարելի է ինչ որ լավ դիվիզիոնն է ազգերի լիգայի, որտեղ այո, ազգերի լիգան մեզ համար շատ առաջնային է, օրինակ նույն Շվեդիայի հավաքականը, որը իր խմբում ընդամենը 1 միավոր չէ, վաստակեց ազգերի լիգայով play-off, ազգերի լիգայի C լիգայում հաղթելով դուրս եկավ play-off, կամ նույն Վրաստանը, որը ազգերի լիգայում հաղթելու միջոցով գնաց Եվրոպա առաջնություն, որակավորման խմբում էլի 3 միավոր է վաստակել 6 խաղից 5-ում պարտվել է։ Վրաստանը, որի ֆուտբոլը իրականում մեզնից առաջ է, եթե այդպես նայենք։ Բուլղարիային պարտվեցին, որը իր լավագույն օրերը չի ապրում։ Ճիշտ է, իրենք էլ իրենց խմբում Իսպանիա ունեն։ Իհարկե հիմա ազգերի լիգայի ձևաչափն էլ բարդացել է, առաջվա պես չէ, որ այդքան հեշտ է ազգերի լիգան հաղթելով գնալ խոշոր մրցաշար, բայց մեզ համար լավ շանս է ինչ որ արդյունք ցույց տալու մեր կարգի մեզնից մի քիչ թույլ, մի քիչ ուժեղ հավաքականների հետ, ինձ թվում է թրծվելու, այսպես ասենք, հա, թրծվելու։ Շատ ավելի ռեալ կերևա մենք որտեղ ենք ու ուր ենք հասել։ Ես էլ եմ համաձայն, որ առաջիկա տարին մեզ համար կարևոր է լինելու։ Ընդհանրապես, չգիտեմ, վերջին տարիների ընթացքում անդադ ասում ենք 1 տարի սպասենք լավ կլինի, 1 տարի սպասենք լավ կլինի, բայց շատ բան կախված է մարզչից, ես համաձայն չեմ, որ մարզիչը հավաքականում շատ բան չի կարող փոխել, կարող է եւ կարծում եմ
փոփոխությունները շարունակական կլինեն եւ ես չեմ կարծում որ մենք 1 տարի կամ 2 տարի հետո կկարողանանք հավասար ֆուտբոլ խաղալ օրինակ, չգիտեմ, միջինից բարձր կարգի հավաքականի հետ, բայց պայքարել պետք է եւ մենք կարողանանք պայքարել։ Թոփ հավաքականների հետ մրցելու մասին չեմ խոսում, այո, մենք կարող ենք եւ կլինեն պարտություններ թոփ հավաքականների հետ խաղերում, բայց Արմանի հետ համաձայն եմ, որ այդպիսի տոտալ ձախողումներ չպետք է լինեն։ 8 գնդակով ժամանակին պարտվում էին Սան Մարինոն, Մալթան, չգիտեմ, Լյուքսեմբուրգը, որ հիմա բավականին ուժեղ հավաքական է դարձել, Անդորան, բայց երբ նայում ենք նրանց արդյունքները, վերջին 4-5 տարիների ընթացքում ոչ մի հավաքական չի պարտվել։ 2 խաղում գոնե 8 գնդակի տարբերությամբ Վարերյան կղզիները անգամ հնարավորություն ուներ։ Ֆանտաստիկ թիմ է դարձել Վարերյան կղզիների հավաքականը եւ ոչ միայն ազգային հավաքական, երիտասարդականը եւս, չնայած այնտեղի ենթակառուցվածքները, որ նայում ես, ճիշտ է, բնական խոտածածկող խաղադաշտի խնդիր ունեն, բայց ամեն դեպքում ուղղակի անհավանական արդյունքներ են ցույց տալիս։ Ես հավատում եմ, որ այս հավաքականը ինչ որ առաջընթաց կարող է ունենալ, ես չեմ խոսում աշխարհի կամ Եվրոպայի առաջին եզրափակիչ փուլ դուրս գալու մասին եւ իրոք իրատես պետք է լինել, մենք այս պահին 100-ից դուրս ենք նույնիսկ աշխարհում, կարող ենք առաջադիմել, կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ, մրցակցել ուժեղ հավաքականների հետ, բայց առայժմ մեծ մրցաշարերի մասին խոսել հնարավոր չէ, ուղղակի զուտ նայելով ներքևի հավաքականների արդյունքները։ Մեծ մրցաշարի համար ուղղակի պահը պետք է բռնել եւ դա անել։ Իմ կարծիքով որևէ մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականը չես կարող ասել ռեալ հավակնում է ինչ որ ուղեգրի։ Ուղղակի հանգամանքները եթե համակնում են, դու քո շանսը պիտի օգտագործես, ես դա հաճախ եմ ասել։ Կապռոսի այդ շրջափուլից առաջ ոչ մեկ չէր պատկերացնում, որ մենք շանս կարող ենք ունենալ, բայց 3 հաղթանակով սկսեցինք, հետո ոչ ոքի Մակեդոնիայի հետ, բայց հետո մենք մեր շանսը վատնեցինք։ Նույնը Պետրակովի ժամանակ։ Լատվիայի դուրս ուժեղների հետ լավ խաղացինք Թուրքիա, Խորվաթիա, Լատվիային պարտվեցինք։ Ուելս։ Հիմա այդ շանսը այդպես հերվից չի գալիս, էլի գալիս է պահը ու ասում էլի դու կօգտագործես թե չէ։ Եթե չենք օգտագործում, հիմա պիտի սպասենք մյուս շանսը երբ կգա։ Բայց կայունացում է պետք թիմին։ Միանշանակ։ Իսկ կայունացման համար էլ դուք կփաստեք, պետք է հիմնական կազմի այսպես առանցքային, այսպես ոնց ասեմ, այդ արմատը լինի։ Այո, առողջ միջավայր լինի, թիմը ընդհանուր խաղաոճ ունենա, տեսք ունենա, թե չէ մարզիչները, վերջին մարզիչները բոլորը լավ սկսել են, հետո է վատ եղել։ Կապռոսը 9 խաղ անընդմեջ անպարտելի է եղել։ 9 խաղ պատկերացնեք։ Ազգային լիգայում հաղթեց, հետո 3 անընդմեջ նման լավ։ Նույնը Պետրակովը գալիս են, ու Վանցխիպից չենք խոսում, ոչ մի լավ։ Եվ իդեպ Արմեն Նիկոլոսյանը ընդունեց, որ իրենց ֆեդերացիայի կոպտագույն սխալներից մեկն էր աշխատանքում Վանցխիպին հրավիրելը։ Դա էլ է հետաքրքիր։ Տեսնենք, Սպասենք մյուս կոպտագույն սխալների ընդունմանը։ տեսնենք թե ինչ կկատարվի մեր տեղի կունենա մեր հավաքականում եւ ինչպիսի տեսք կունենա մեր հավաքականը արդեն հաջորդ մրցելույթներում։ Շնորհակալ եմ մեր ունկնդիներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի մարզական լրագրող մեկնաբան Արման Աբելյանի եւ հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ։ Սա Sportcast նախագծի հերթական թողարկումն էր։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast